Միքայելյան Հոմփերի խոսում եմ Պետական մակարդակով գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրակարգում չէ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ առհասարակ այդ խնդիրը։ Մենք եկել ենք հարգակի տուր կացրել 15 թվականին մեր նահատակվածներին եւ խնդրեի հարցերը որքի գործնեայության այս տաների ընթացքում 44 օրյա պատերազմից մինչև այսօր։ Իսկ ձեզ համար որևէ հարց ցեղասպանության հետ կապված կա։ Որևէ հարց, որևէ հարցական ցեղասպանության հետ կապված ձեզ համար կա։ Հարցականներ կա ձեզ համար ցեղասպանության հետ կապված։ Ո՞նց կարա հարցականների հարցնի ցեղասպանությունն է։ Պետք է Հայաստանը գնա շարունակի ճանաչման գործընթացը եւ պահանջի աշխարհից ու հատկապես Թուրքիայից ճանաչել ցեղասպանությունը։ Նախ այսօր մենք փոխհատուցում նաեւ տրամադրել։ Նախ այսօր մենք պետք է կարողանանք այսօրվա իրավիճակից ելնելով գնանք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ես այլ տարբերակ չեմ տնում։ Եվ մենք որպես ես երկրապահի վարչության նախագահ այս տարիների ընթացքում դե բնականագիտեք Արցախյան պատերազմում մենք 984,000 հոգով մասնակցել ենք, տվել ենք 74 զոհ, 113 վիրավոր եւ 20 թվականից մինչև այսօր 7 ուղղությամբ պահվում ենք մեր պետական սահմանները։ Եվ հիմնականում մեծ ուժերը մեր երկրապահի Զավապանի հանդգյուղն է։ Միքայելյան ինչպես եք վերաբերում Թուրքիայի դրոշը այրելու դաշնակցության քայլին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի նախագահ դրանք դատապարտեցին այդ գործողությունը։ Ես այսօր իրավիճակից հասկանում եմ, որ դա ընդամենը ակցիա էր, որոշ մարդկանց ցանկությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ մեր սահմանազատման հետ կապված։ Բայց դա տարիներ շարունակ տեղի է ունեցել։ Դե իրանց խնդիրն է, իրանց կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ չեմ Նախորդի դուք չեք մարդկանց կամ քննադատել եք դրոշ վառելու։ Ընդհանրապես Նախորդ տարիներում նման բան չկար, որ գնային խաղաղության պայմանագրի հարցիկ տալիս լսեք հայ բալամ։ Դրոշ վառել միշտ եղել է եւ չեմ դատապարտել։ Դա իրանց կուսակցության խնդիրն է։ Բայց այսօրվա իրավիճակում պիտի մենք քիչ խելոք լինենք, ես միշտ ասել եմ։ Մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից եւ մենք պահանջատիրությունից չենք հա։ Խաղաղության գործընթացը հակասում է մեր պահանջներից։ Այսինքն որ պահանջներ դրոշ վառելու։ Չէ, պահանջատիրությունից, ցեղասպանության ճանաչումից այդ պահանջները։ Մենք գործընթացի մեջ ենք, որ պիտի ավարտին հասնենք, հետագան ցույց կտա։ Այսինքն ձեր համար դատապարտելի է դա։ Այսպեսի մի Ես չեմ դատապարտում, ես այսօրվա իրավիճակում ես ասում եմ մեր ազգը համախմբված պիտի խելոք լինի, որ այս իրավիճակից մենք դուրս գանք։ Ասում եմ պետք է ես որպես վարչապետ ասում եմ ժողովրդին ասում եմ այո ասում եմ որպես ձեր թիմակից ասում եմ եթե ես վերանտրվեմ պատմական արդարության վերականգնման օրակարգից հրաժարվում եմ դուք սա ինչպես եք ընկալում ինչ է դա ժամանակը ցույց կտա Պարոն Միքայելյան ասաց քանի որ երկրապահները ծառայություն են իրականացնում Գեղարքունիքում Ջերմուկում եւ այլն Գեղարքունիքում 25 թվականին նոր ներխուժում եղել էր ոչ այդ սուտ է ես գիտեմ այդ որից Արբանյակն է ստում որ ասում եմ դա սուտ է Ես ընդեղ կանգնած եմ, մեր տեղի երկրապահը մեծ թվականակով կանգնած է։ Նման բան չեղել։ Այդ որին իրել նման բաներին պիտի վերջ տանք։ Դուք ասում եք այնտեղ կանգնած ենք, հետո ասում եք պիտի մի քիչ խելոք մնանք եւ այլն։ Այնքան խելոք լինենք, չմնանք, տեսեք։ Գաղափարապես խելոք լինենք։ Հիմա գաղափարապես այնքան խելոք ենք ձեր ասած, որ մեր սուվերեն տարածքից այդպես էլ դուրս չեն գալիս։ Ինչ խաղաղություն, եթե սուվերեն տարածքից դուրս չեն գալիս։ Դուք որ այդ գործընթացը հարցվի ավարտին։ Երկրապահը ինչպես է պատրաստվում մեր սուվերեն տարածքները, որ անցել է թշնամուն։ Երկրապահը այսօր սուվերեն տարածքների դեմ կանգնած է եւ խաղաղության օրակարգի եւ սահմանազատման հետ կապված կան տարածքներ, որ իրանք հետ տան։ Ջերմուկն է, դա արծվաշենն է, բավեր չտանը հետո կերվա, եթե համախմբված լինենք չեն կարա չտան։ Դուք եք կարծում, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի, աղետալի պատերազմ կլինի սեպտեմբերին։ Դե Ժողովուրդ ջան, մի գործընթաց հասկացեք քաղաքացիական պայմանագիրը։ Այսօր ես համարում եմ, որ արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է
երկրի վարչապետը։ Եվ մենք այսօր չեմ ուզում ստե բոլորը առաջացեմ ուրիշ ինչ ճանապարհ ունեն գնալու։ Այս նույն բաները անգլիացիք որ 19 թվականին մտան Գորիս, էլի նույն ձևի խափին գնացին։ Հիմա մենք ինչ անենք։ Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում։ 44 օրյա պատերազմին ոչ մի օգնություն չեղավ մեզ։ Ոչ մի օգնություն, լինելով ապքանտամ, դաշնակից պետություն։ Ու այսօր մարդիկ ուզում են նորից տանեն մեծն Ռուսաստանի կազմ, որը ես կազմում չի, բա ինչի։ Ո՞նց ենք։ Բա ինչի։ Այսինքն անկախ պետություն։ Լավ, լավ, դու քիչ խոսքս վերջացնեմ հետո։ Անկախություն չենք ունեցել։ Անկախություն ունեցել ենք, եղբայր, բայց մի հատ մենք Հայաստանի Հանրապետության պետական սահման ունենք ինչև էսը։ Կա նման բան։ Այո, ունենք։ Ուրա։ Չեք տեսնում, Ուրա, ես լավ եմ տնում, իներով վախտեցի, ես ավելի լավ եմ տնում։ Միքայելյան կներեք, երկրապահներին այդ թվում ընդհանրապես մեր ժողովրդի նախկինում որևէ մեկը չէր կարողանում պատերազմով վախեցնել։ Հիմա ասում են, եթե սահմանադրական մեծամասնություն չլինենք, պատերազմ կլինի։ Ազատամարտիկները, բոլոր այն տղեկ, ովքեր են ժամանակին զենք վերցին, Վազգեն Սարգսյանը բոլորիս համախմբեց, մենք հզոր ենք։ Մենք մեր գործը փայլուն արել ենք։ 16 թվականին այդ թվում։ Մենք մեր գործը փայլուն արել ենք 90-ական թվականներին։ Մնացածը քաղաքական գործիչների գործն էր։ Այսօր ես ինչ արել եմ այն թվերին Վազգենի օրոք մինչև հիմա Վազգենի համատարության ներքո։ Այսօր նույն գործն արմա երկրապահ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում կանգնած է 6 տարի թվականակներ չեմ ուզում ասեմ, դու գիտես որ Ադրբեջանը սայթ վերցնեն, չգիտեմ ինչ վերլուծական կդնեն։ Թվականակներ շատ մեծ թվականակով մինչև այսօր կանգնել ենք։ Ու մենք ուզում ենք որ Հիմա վախեցնում են մեզ, այդքան մեր ժողովուրդը ընդհանրապես մեր ազատամարտիկները։ Եթե հզոր ես եղել, ամեն ինչ կարաս անես, բայց այսօր մենք պետք է խելոք լինենք, ոչ թե խելոք սակսեր կասի, խելոք լինենք, ես իմ ստա ենթարկվենք, խելոք լինենք գաղափարապես, այս իրավիճակից դուրս գանք, դառնալու սահմանած դարձած մեր պետական սահմաններում ունեցած պետություն, հետագայում ժամանակը ցույց կտա։ Նայեք, Իսրայելը ինչքան գիտեմ 22000 քառակուսի կիլոմետր տարածք ունի։ Եվ այսօր աշխարհի գլուխ է տալիս։ Ժամանակը ցույց կտա։ Ես վերջացրի, խնդրեմ։